կանգնի տեղդ, շարժվես։ Հա, բրձակ։ Այ ախպեր, այս ինչ խառնուրեր է։ Առավոտ այդ մելոն, հետո այդ տարտար վերակարգերը, բայց լուրջ եմ ասում, այդ մելոն տես չի պրսնելու։ Ես մելոյդ խոսացեմ։ Ինչ ես ասել։ Եվ բացատրել եմ, որից հետո։ Հա, ջոգեց։ Չէ, անպայման դիտանենք ոտները ջարդենք, որ ջոգեր։ Մինես դուք դիտեներ ոնց էր խոսում։ Ու դե դուրներ դու էլ հաստատ տենց կանեի։ Եսպես չէ ելը։ Հասկացանք, ծուր, ընկերս ես, բայց ինքն էլ իմ զեմլյակս եք, հասկնաս։ Ուսախ կյանքեր այստեղ չենք մնա։ Եկուս միսով տունը դերտակ, այդ քաղաքի մեջ իրավը դիտեստինք։ Ինչ ամեն նայլուց գլուխներս պրծնենք, հա։ Դիք մեզիք սազեց ո։ Սամոյին խփեց։ Սամո պատասխանել է։ Բայ իմ հետ ոնց եք խոսում։ Նոդպես քեշ ներեցել է, հա, քեզ զեմլյակը։ Լավ, արզ։ Ինչն է բան։ Ուր լայստե։ Ասա, ինչի՞ դες բռած կներան, ասո չեմ հասկանում։ Հա, մի մարդը սխալ է, սխալ քայլեր է թույլ տվել։ Ինչը դու համար տնենք օտերը փակենք։ Դի մարդուն հնարավորություն տանք, որ ուղղվի։ Հետաքրքիր է, շատ։ Սամոն Հակոբյանն է ուղղում։ Դու Մելոյին։ Լավ, ված չի։ Չէ, սադուկի դու համար հեչ բան չեմ ելել։ Պրոստը այն գիտեմ, որ Մելոն ջոգող տղա է։ Ու ուշ թե շուտ ինքը կջոգի։ Իսկ դու պիտի օրինակ ծառայես։ Մինաս գիտես, ես մտածում եմ, որ եկել եմ ծառայելու։ Բայց բանից բարձր իսկ դայակ աշխատենք։ Մարդկանց պետք է ուղղենք։ Էսել է ծառայություն։ Հա, ու շատ կարևոր է միջակայքը։ Ապրեք, շնորհակալ եմ, դուք լավ եք տարել ձեր ծառայությունը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ճիշտ է, ձեր մեջ ընդհարում է եղել, որը վերածվել է ձեզ կրթուկի։ Բայց դուք ապացուցեցիք, որ իրար դեմ ոչինչ չունեք ու կարող եք միասին վերակարգի ծառայություն տանել։ Իրար հանդեպ սրտացավ լինելով եւ իրար թիկունքի կանգնելով, այդ շատ գովելու է։ Ես հատուկ ասել եմ, որ ձեզ միասին վերակարգի ծառայության նշանակել։ Դուք իրականում իրար հանդեպ ոչինչ չունեք ու չպետք է ունենաք, լսում եք։ Ճիշտ այդպես։ Պատերազմի ժամանակ մենակով չես կարող կռվես։ Իսկ եթե չես վստահում ընկերոջդ, ուրեմն մենակ ես։ Կռվի ժամանակ ընկերոջս հետ մենակ էինք մնացել անտառում։ 10 րոպեի չափով ժամանակ էր պետք, որ թույլ չտայինք թշնամին առաջ գար, մինչև թիկունքից օգնությունը կհասներ։ Բայց թշնամին նկատել էր մեր թաքստոցը և կրակ արձակեց մեր ուղղությամբ։ Ընկերս վիրավորվեց։ Մեզ շատ արագ ու աննկատ պետք էր տեղափոխվել։ Ասաց, որ թողնեմ իրան գնամ, բայց ես ասացի, որ չեմ թողնի իրան մենակ։ Ասաց, որ եթե ուզում ես իմ կյանքը փրկես, պետք է դու անես դա ու թույլ չտաս, որ թշնամին ոտ տնի մեր սահմանի վրա։ Ու եթե դու դա անես, ուրեմն կփրկես իմ կյանքը, ու ոչ միայն իմ կյանքը, այլ նաև իմ ծնողների, իմ կնոջ, իմ երեխու։ Այդ իր խոսքերը ինձ այնքան ուշ տվեցին, որ ես անտեսելով վտանգ արագ գնացի մյուս թաքստոց և կրակ արձակելով շեղեցի թշնամու կրակի ուղղությունը։ Ջոկը չուշացավ։ Ընկերոջս հետ հաճախ ենք հիշում այդ օրը, թե մենք ինչպես կենդանի մնացինք։
Հիմա հասկացաք, ինչի պետք է իրար հետ լինենք։ Ճիշտ այդպես։